Բարև ձեզ, որոշել եմ ձեզ համար պատրաստել մի փոքր վիդեո ինֆորմացիոն ռոլիկ, որտեղ կխոսամ ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունների հիմնականում բինար սխեմայի և անօրինական ֆինանսական բուրգերի մասին։ Շատերը հենց տեսնում են բինարը, ասում են վայ բուրգ է, անօրինական է, մենք չենք զբաղվի նման բաներով, մեր խելքի բանը չէ, մերը չէ։ Դրա համար ես որոշեցի առաջիններից մեկը լինեմ, իմ ունեցածս ինֆորմացիայով ձեզի համար պատրաստել վիդեո, որտեղ կխոսամ դրա մասին ու ցույց կտամ նաև գծապատկերով, ձեռքով նկարելով գծապատկերը, սխեման նկարելով, թե ոնց է ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունները օգտվում բինար համակարգից։ Շատ եմ տեսել իմ կողքի բոլորս, որ ոչ միտեղ իմ գործընկերներս, առհասարակ ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունների գործընկերներս ոչ միտեղ չեն սեփական փորձով կամ սեփական առաջարկով որոշել նման ֆորմատով վիդեո նկարել։ Ոչ TikTok-ում եմ տեսել, ոչ Facebook-ում եմ տեսել, ոչ միտեղ չեմ տեսել։ Ես լինելու եմ առաջիններից մեկը ու ձեզ ցույց եմ տալիս, որ բինարով աշխատող ընկերությունները անօրինական չեն և պետք չէ վախենալ հեռու մնալ ցանցային մարքեթինգով զբաղվելուց։ Ցանցային մարքեթինգով զբաղվելը անօրինական ոլորտ չէ, վտանգավոր ոլորտ չէ։ Ցանցային մարքեթինգը առհասարակ մարքեթինգային քայլ է, որպեսզի կարողանա ընկերությունը իր ապրանքը թե արագ, թե ավելի որակով հասցնել հաճախորդին և հնարավորություն տա, որ հաճախորդը ուղիղ կապ հաստատի իր հետ, եթե ինչ-ինչ պատճառներով գոչի լինի ապրանքից կամ ծառայություններից, որպեսզի այդ ամեն ինչը նա ավելի որակով դարձնի, որովհետև ինքը կամ իր մեջ աշխատող մարդիկ շատ քիչ են համեմատած հաճախորդների հետ։ Իմ կարծիքով ինֆորմացիոն վիդեո կլինի իմ ոլորտից, շատերը հիմա կարող են նայեն իմ տեղադրածս վիդեոները, Արման ջան, ուրախ ենք քեզ համար, կողքից հետևեն, թե Արմանի մոտ ինչ է լինելու, հեսա, բան է փոխվում Արմանի մոտ, կամ փոխվել է, վայ Արման ջան, երազանքների մեջ ես ընկել, վայ, անիմաստ ժամանակ ես կորցնում, անիմաստ ռեսուրս ես ծախսում, ոչինչ չի ստացվի, Հայաստանում դա չի աշխատի, մարդիկ չեն կարող, մարդիկ փող չունեն, մարդիկ սպես, հետագայում էլ ձեզ համար կպատրաստեմ վիդեո շարք, առհասարակ, թե մարդիկ ցանցային մարքեթինգը իրանց գործունեության մեջ, իրանց կյանքում ներգրավելու համար ինչ բառեր, ինչ պատճառաբանություններ են բերում, որպեսզի չանեն։ Իհարկե ես հասկանում եմ բոլորիդ, որ լինում են տարատեսակ իրավիճակներ, ոչ ճիշտ տեղում են հայտնվել, ոչ ճիշտ մարդկանց հետ են որոշել համագործակցեն, կարող է և խաբվել են, և դրանից էլ գալիս է նեգատիվը ցանցային մարքեթինգի, բայց իմ կարծիքովս ինչքան էլ որ ես ձեզ ինֆորմացիա տամ իմ ոլորտից, ինչով որ ես եմ զբաղվում, ձեզի համար ավելի
ինֆորմատիվ կլինի, ուսումնական կլինի, հետագայում էլ հույս ունիմ ու նաև վստահում եմ ինձ հետ գաղափարագիծ ընկերները կմիանան, մենք կշարունակենք ճանապարհը միասին։ Այսքանով հաջողություն, ես պատրաստ եմ փոքրիկ վիդեո, կարող է մի քիչ մեր երկար, թե ոնց բինարնի սխեման կառուցվում է ու ինչի նա չի համարվում ֆինանսական բուրգ, այդ ամենի մասին մի քիչ ավելի ուշ կխոսեմ ձեր համար։ Շնորհակալություն, հաջողություն։